Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թե հարություն չկա, մոտենալով հարցրին նրան և ասացին. «Վարդապետ, Մովսեսը մեզ համար գրել է. եթե մեկի եղբայրը, որը կին ունի, մեռնի և նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը և իր եղբոր համար զավակ հասցնի։ Արդ 7 եղբայրներ կային, առաջինը կին առավ և անժառանգ մեռավ, նրան առավ նաև երկրորդը, և նա էլ անժառանգ մեռավ, նրան առավ նաև երրորդը, և նույն ձևով 7-ն էլ, և ժառանգներ չթողեցին, մեռավ և կինը։ Արդ հարության ժամանակ նրանցից ում կինը կլինի, որովհետև 7-ն էլ նրան կին առան»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում և մարդու են գնում, իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առնելու, ոչ կին են առնում և ոչ էլ մարդու են գնում, քանի որ այլևս մեռնել անգամ չեն կարող, որովհետև հրեշտակների նման են և Աստծու որդիներ, քանի որ հարության որդիներ են։ Իսկ թե մեռելները հարություն են առնում, Մովսեսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մեջ, ինչպես որ ասում է Տիրոջ մասին. «Աստված Աբրահամի, Աստված Իսահակի և Աստված Հակոբի, իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են»։ Օրենսգետներից ոմանք նրան պատասխանեցին և ասացին. «Վարդապետ, լավ ասացիր»։ Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։ Հիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպե՞ս են ասում, թե Դավթի որդին է, քանի որ Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. «Տերն ասաց իմ Տիրոջը. նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ»։ Իսկ արդ եթե Դավիթը նրան Տեր է կոչում, նա ինչպե՞ս նրա որդին կլինի։